Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրում է. Ֆրանցիսկոս Պապին չներվեց հայերի նկատմամբ ուրացումը փաստորեն, ու Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանի քրիստոնեությունը Ադրբեջանում խայտառակ գիտաժողովից 10 օր անց նա վախճանվեց։ Իսկ եթե լուրջ Ֆրանցիսկոս Պապի օրոք էապես ակտիվացան հարաբերությունները Ալիևի և Յուր Կլանի հետ, ինչն աննախադեպ էր համեմատած նախորդ երկու պապերի ժամանակաշրջանի հետ։ Սա իհարկե նաև կապված էր ադրբեջանական այս ուղղությամբ ակտիվացած քաղաքականությամբ։ Բայց Ֆրանցիսկոս Պապի լիբերալ քաղաքականությունը, որոշ փաստեր կարող են պնդել նաև կոռուպցիոն կապերը, բացեցին Մեհրիբանի և Իլհամի մուտքը դեպի Սուրբ Աթոռ։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Պապը այցելեց Բաքու, մասնակցելու միջկրոնական միջոցառմանը Հեյդար Ալիևի մզկիթում և անտեսելով, որ դրանից ընդամենը կես տարի առաջ Ադրբեջանը Արցախում սպանում էր հայ քրիստոնյաների, մորթում և կտրում ծերերի ականջները, միայն իրենց հայ լինելու պատճառով, Պապը մի երկար ճառ ասաց, փառաբանելով Ադրբեջանում կրոնական ազատության և համերաշխության մթնոլորտը։ 2020 թվականի փետրվարի 22-ին Ալիևը Մեհրիբանի հետ ոչ միայն հանդիպեցին Պապի հետ, այլ նաև օծվեցին իրենց հետագա հանցագործությունների համար։ Մեհրիբանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվեց Վատիկանի բարձրագույն պապական ասպետական պարգևով, քանի որ Մեհրիբանի ղեկավարած Հեյդար Ալիևի հիմնադրամը ֆինանսավորել էր Վատիկանի կատակոմբների վերականգնման և պապական գրադարանի ձեռագրերի թվայնացման ծրագրերը։ Այս տարի ապրիլի 10-ին էլ Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում ադրբեջանցի և օտարազգի գիտնականները ներկայացնում էին Ադրբեջանի տարածքում քրիստոնեական ժառանգության, պաշտպանության և բազմամշակութայնության հարցերը, Արցախի տարածքում գտնվող հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ, այդ թվում Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը ներկայացնելով որպես հին ալբանական կամ ուդիական ժառանգություն։ Իհարկե այս ամենը չեմ թվարկում, որ անիծենք մեր չար բախտն ու Պապի անհավատարմությունը, այլ հիշեցնում եմ, որ անգամ այս հարցում, երբ թվում է մենք որպես քրիստոնյա առաջինը քրիստոնեություն ընդունած ազգ պետք է ունենայինք առաջնահերթություն, բայց ոչ, քանի որ դիվանագիտությունն է կարևորագույնը, ընդ որում ոչ միայն դասական դիվանագիտական խողովակները, այլ հենց կրոնական, եկեղեցին ահռելի անելիք ունի։ Ստալինին հիշելու փոխարեն այս աշխատանքը պետք է արվեր տասնյակ տարիներով։ Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս առաջին Պապը։ 2025 թվականի փետրվարին նա հոսպիտալացվել էր առողջական բարդ խնդիրների հետևանքով։ Մի քանի շաբաթ անց, կարծես թե նրա ծայրահեղ ծանր վիճակում նշմարվեց դրական փոփոխություն, սակայն Ֆրանցիսկոս Պապի անառողջությունը բեկել փաստորեն չստացվեց և նախօրեին Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հավատացյալներին կարճատև ուղերձը փաստորեն վերջինն էր Ֆրանցիսկոս Պապի կյանքում։ Ընդ որում այդ ուղերձում շեշտելով աշխարհում թեժ կետերն ու կոնֆլիկտները, Պապը հիշատակել էր նաև Կովկասը և ասել, որ աղոթում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և ռեգիոնում խաղաղության հաստատման համար։ Այսօր հայտնի դարձավ, որ նա մահացել է։ Անշուշտ այս իրողությունը բացի միլիարդավոր կաթոլիկների և ընդհանրապես նաև շատ քրիստոնյա հավատացյալների համար բարոյական, հոգևոր ծանր իրողություն է։ Բայց դրանից զատ սա նաև մեծ քաղաքական նշանակություն ունեցող հանգամանք է միջազգային քաղաքականության համար, որում Վատիկանն ունեցել է մեծ դեր և չնայած վերջին տարիներին այդ դերի որոշակի նվազման միտումները, այդուհանդերձ այն շարունակել է լինել առանցքային կարևորության։ Հետևաբար Պապի մահն էական նշանակություն ունեցող հանգամանք է լինելու միջազգային քաղաքականության համար։ Ով է լինելու Հռոմի նոր Պապն ու նոր Պապի գահակալության ընթացքում ինչպիսին է լինելու Վատիկանի դերն ու վերաբերմունքը համաշխարհային ներկայիս իրողություններում։ Սա առավել ևս էական հարց է այն համատեքստում, որ ներկայումս քաղաքականության մեջ դավանաքաղաքական բաղադրիչին առավել ընդգծված և մեծ նշանակություն է տալիս համաշխարհային քաղաքականության մյուս խոշորագույն բևեռը ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը։
Իդեպ այս իմաստով շատ սիմվոլիկ է, որ Ֆրանցիսկոս Պապի վերջին միջազգային հյուրը փաստորեն ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ն էր, որը նախօրեին կարճատև զրույց էր ունեցել Հռոմի Պապի հետ։ Արդյոք Սուրբ Աթոռի նոր գահակալի, բազմամիլիարդ կաթոլիկ համայնքի նոր առաջնորդի թեկնածության համար կծավալվի ազդեցությունների պայքար, այդ թվում օրինակ հենց արևմտյան աշխարհում ներկայումս մրցակցող երկու այսպես ասած գաղափարախոսական եւ արժեհամակարգային ուղղությունների՝ ուլտրալիբերալ գլոբալիստական եւ աճ պահպանողական թևերի միջև։ Վատիկանի նոր առաջնորդի հարցը անշուշտ շատ կարևոր թեմա է թերևս նաեւ Հայաստանի համար եւ ոչ միայն Սուրբ Աթոռի համաշխարհային ազդեցության եւ նշանակալիության բերումով ընդհանրապես, այլ նաեւ պայմանավորված հանգամանքով, որ Ադրբեջանը վերջին տարիներին բավականին ակտիվացրել է Վատիկանի ուղղությամբ իր աշխատանքը։ Բոլորովին օրեր առաջ Սուրբ Աթոռում տեղի ունեցավ Ադրբեջանի նախաձեռնած այսպես ասած գիտական միջոցառում, որում նենգափոխված մատուցվում էր Ադրբեջանում քրիստոնեության պատմությունը, ինչի նպատակը ոչ այլ ինչն էր, քան Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության հանդեպ գիտական այսպես ասած վանդալիզմը։ Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պահի ձեռքը զարկերակին պատրաստվելով Սուրբ Աթոռ նոր գահակալի հետ աշխատանքին, անկախ թե ով է ընտրվելու այդ կարգավիճակում։ Իսկ ձեռքը զարկերակին պահելու հնարավորություններ Հայաստանն իհարկե ունի, այդ թվում պետական շրջանակից դուրս գտնվող հնարավորություններ։ Իսկ Ֆրանցիսկոս առաջին Պապի հոգին թող հանգչի խաղաղությամբ։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ի պատասխան Armen Press-ի հարցի անդրադարձել է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, ասելով, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։ Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ եւ առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ, հայտնել է Գրիգորյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Երևանն առաջարկներ է ներկայացրել Բաքվին, որոնց վերաբերյալ դեռևս չկա արձագանք։ Փորձը ցույց է տվել, որ եթե Երևանն առաջարկներ է ներկայացնում Ադրբեջանին այս կամ այն հարցի վերաբերյալ, ուրեմն դրանից առաջ Ադրբեջանը ներկայացրել է միակողմանի պահանջներ։ Օրինակ Երևանը հայտարարում է, որ առաջարկներ է ներկայացրել ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, որից առաջ Ադրբեջանը ներկայացնում էր եւ ըստ էության առ այսօր ներկայացնում է միջանցքային պահանջներ։ Ըստ այդմ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում սահմանազատման եւ սահմանագծման առընչությամբ։ Ինչպիսին են դրանք, թերևս հնարավոր է անել տարբեր ենթադրություններ։ Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքն իրականացնել հյուսիսից հարավ, այսինքն Տավուշի հյուսիսային կետից մինչև Սյունիքի հարավային կետ։ Դրանից էլ առաջ կողմերը հաստատել էին կանոնադրությունը, որով պետք է աշխատեն հանձնաժողովները։ Թվում է, թե ամեն ինչ պատրաստ է աշխատանքը սկսելու համար, բայց աշխատանքը ոչ միայն չի մեկնարկել, այլ կողմերը դեռ քննարկում են, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքը։ Դա էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ գործ ունենք ավանդական դարձած պատկերի հետ, Ադրբեջանը դնում է պահանջներ, Հայաստանը փորձում գտնել դրանց հողանցման մեխանիզմներ։ Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Երևանի փնտրտուքը շատ հաճախ ավարտվում է ադրբեջանական պահանջներին ադապտացվելով։ Եվ կա մտահոգություն, որ այդ ռիսկն առկա է նաև սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի առումով։ Համենայն դեպս հանրությունն իրավիճակը գնահատելու առավել ստույգ հնարավորություն կունենար, եթե պարզ լիներ, թե ինչ հարցում է Հայաստանի եւ Ադրբեջանի անհամաձայնությունը, որի պատճառով ձգվում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքի մեկնարկը։ Ընդ որում հաճախ կիրառվում է շարունակություն ձևակերպումը, մատնանշելով Կիրանցի ուղղությամբ տեղի ունեցածը նախորդ տարի ապրիլ-մայիսին, բայց Կիրանցում տեղի ունեցածը որևէ ընդհանուր բան չունի սահմանազատում, սահմանագծում եզրույթի հետ, այլ ընդամենը եղել է Ադրբեջանի պահանջով տարածքի վերադարձ եւ փշալարի ու պատի կառուցում։